Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօր իսկապես անհամբեր շտապում եմ շուտ ներկայացնել իմ երկու հյուրին։ Այսօր երկու հոգի են, մայր եւ աղջիկ։ Երկուսն էլ տաղանդավոր, երկուսն էլ իմ լավ ընկերներ եւ իսկապես ես նրանց հետ միշտ ինձ շատ լավ եմ զգում։ Եվ այսպես առաջինը ներկայացնեմ աղջկան։ Ուրեմն Մեհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասանուհի Քնարիկ Զաքարյան։ Ջան Բարև ձեզ։ Բարև Քնարիկ ջան։ Ես տեսնեմ ու լինել հենց այս տաղավարում։ Ես ավելի շատ եմ։ Հանրահայտ տաղավարում, որ միշտ հետևում եք ձեզ։ Շնորհակալություն Քնարիկ ջան, հիմա ներկայացնեմ հայրիկին։ Հենրիկ Մալյանի անվան կինո դերասանի, թատրոնի դերասանուհի Կարինե Ոսկանյան։ Վայ, Կարինե ջան, վայ։ Բարև սիրելի։ Բայց ինչքան ժամանակ ես ենք չէի փաթաթվել, մենակ ֆիլմում։ Այո, մենակ ֆիլմում։ Համեցեք, նստիր Կարինե ջան։ Երավ։ Ո՞նց եք։ Հրաշալի։ Հրաշալի, որ քեզ տեսնում ենք ու քեզ շատ կարոտել ենք Աշոտյան։ Բայց ես ոնց եմ կարոտել Կարինե ջան։ Իսկապես ես էլ շատ ուրախ եմ, այսօր ինձ համար երևի որ լավ մարդու տեսնում ես, համարում ես, որ այդ օրը քո համար տոն է։ Լավ մարդու տեսնելը, լավ մարդու հետ շփվելն էլ իմ կարծիքով տոն է։ Որտեվ հիմա այնքան կա բացասական երևույթներ։ Հանկարծ մի հատ լավ դեմք, մի հատ լավ աուրա, արդեն քո համար օրը ապահոված է։ Լավ։ Ուրեմն ասացիք, որ ուրախ եմ, իմ տաղավարում եք։ Ուրախ եմ, որ ես հանդիպումը մեր կայացավ։ Հիմա սկսենք եղել եք դուք երկուստ էլ եղել եք, հիմա հիմնական հարցերը չեն լինի, ուղղակի առաջին անգամ եք դուք Լոս Անջելեսում։ Չէ, ես եկել եմ բազմաթիվ անգամներ, Քնարիկը թերևս երկրորդ անգամ։ Երկրորդ անգամը ո՞նց եք զգում, ես երկրում ո՞նց եք զգում, ձեզ լավ, Հիմա մտածում ենք ով ա հերթ տալու որ լավ, Կարինե ջան, լավ ես զգում, դու ես երկրում լավ ես զգում։ Շատ լավ եմ զգում, որտեվ շատ հարազատ դեմքեր կան եւ կան մարդիկ, որոնց ես միշտ կարոտում եմ եւ օրինակ ձեզ, Մելանին, չէ՞։ Ինչի՞ ես դուքով խոսում, այ ես այդ մեկը չեմ հասկանում։ Ձեզը մտածեցի դուք եւ Մելանը միասին։ Դուք, բայց դու չէ։ Դու։ Հա, հարազատ դեմքեր կան, որոնց ես կարոտում եմ Աշոտ ջան, ինչ ասեմ։ Մեկ էլ նույնը։ Դու լավ ես զգում։ Ես հրաշալի եղել եմ այստեղ երևի 18 տարի առաջ։ Ինձ դուր էր եկել, բայց այս անգամ այստեղ սիրտս մեկ այլ աստիճանի երջանի կա, որովհետև իմ ընկերուհիների մեծ մասը այստեղ են։ Նույն իմ 4 տարբերակի գոհարներն են այստեղ ապրում։ Իմ սիրելի Անահիտը, Սիմոնյան, այսինքն մարդիկ, ում որ ես չեմ տեսնում, բայց իրենց անսահման կարոտում եմ, ու այստեղ սիրտս մի այլ ջերմությամբ է հիմա բաբախում։ Չես պատկերացնի ոնց են երկուսիդ էլ ստեղ շատ սիրում։ Հատկապես իմ շրջապատում, որ հենց բանեն են, վայ ոնց ենք սիրում, բան, այդ քո բառը շատ են սիրում, դարել այդ բանը։ Նվաղում եմ։ Հա, նվաղումը Աշոտ ջան, ես տեսա նվաղեցի։ Հիշվես որ ասել, դե մի նվաղել, որ դու նվաղում ես, իմ նվաղելն էլ է գալիս։ Այդ լավ է իր կտել, Հա, սիրում կտորեր։ Ես դերեմ պարելու կտորնել ենքան եմ սիրում այդ ռիլը անդադ պտտվում էր։ Այդ ծաղիկով որ մտակ։ Հա, որ Շատ լավ կտորներ ունենք, շատ գալու նպատակը։ Տեսնել սիրելի մարդկանց, հանդիպում սիրելի մարդկանց հետ։ Հուսամ, որ մյուս անգամ արդեն կգանք, համենայն դեպս ես կգամ մեր ներկայացման պազած զույգը և գուցե արդեն տանիքները այստեղ կիրականացնենք սրտի տանիքներով, բայց այս անգամ ուղղակի եկել ենք տեսնելու, հանդիպելու մեր սիրելի մարդկանց ու լավ ժամանակ անցկացնելու ու ձեզ հյուր գալու։ Նույնը և դու, չէ։ նույնն էլ ես սիրելի մարդկանց հանդիպելու։ Տարիներ առաջ գալիս ենք մի մեծ խմբով, շատ հայտնի ճանաչված աստղերով, այստեղ ելույթ ունենալու, դա 87 թվականին էր։ Առաջ անգամ ես այդ ժամանակ եմ եղել Միացյալ Նահանգներում։ Մի շատ հայտնի ուրեմն երգչի ունենք, ամեն անգամ դեռ փորձեր էինք անում, բան ամեն օր, բան լավ պատրաստում էինք ծրագիրը, բան, երբ հարցում էր, գալիս էր փորձի ասում էր, այն ժամանակ վիդեոմագնիտոֆոն բան, դա դիֆիցիտ էր, 1001-ի տունը կար, գնում էինք, նայում էինք, կասետներ էինք ճարում, երբ իրան հարցնում էինք, բանման, հա, ինչ կա բան, ասում, ես եմ այդտեղից այդ վիդեոմագնիտոֆոնը ուզում, այդ որ պետք է բերեմ ընդերից, որ մեռնեմ պետք է բերեմ, ամեն օր գալիս էր փորձի, ասում, վիդեոմագնիտոֆոն, վերջը եկել ենք հիմա օդանավական թռնում ենք Լոս Անջելես ենք գալու։ Այնտեղ լրացնում ենք, բա գրացակ գնալու նպատակը։
Սա շուրեկավ ասեց Ռոբերտ Ամիրխանյանին։ Ասեց Ռոբերտ ջան, այս գնալու նպատակը ինչ գրեմ, ասում գրի վիդեո։ Վիդեո մագնիտոֆոն։ Իմանցերը մենակ ընկերներին տեսնել ու կարոտը առնել։ Կարոտը առնել, այո։ Դու ոնց եղավ, կարողացար ազատվել, բանանել, այդքո ներկա, որտեղ ամեն օր նկարանում ես համարյա, չէ՞։ Այդ ոնց եղավ, դու ժամանակ գտար ու քանի օրով եք եկել։ 23 օրով։ Ոնց դու 23 օր այդպես կորսը թողեցիր, ատեր եկար։ Ճիշտն ասած, այս ճանապարհորդությունը այնքան վաղուց էինք ծրագրել միասին ու երազանքի ճամփորդություն եմ իրան անվանում, որովհետև մամայի հետ շատ եմ սիրում ճամփորդել, այս անգամ աղջիկս էլ եմ ես հետ 3 սերունդ եկել ենք ու դժվարությամբ, բայց ընդառաջելով ամսվա վերջին կենտրոնացնելով ներկայացումներս, որտեղ որ ես զբաղված եմ, այդպես համատեղեցինք ու եկանք, հաղորդումները մի փոքր շուտ նկարեցի, որովհետև ունենք շատ հետաքրքիր եթերներ ասպասում, շատ հետաքրքիր հերոսներով, տանիքներովում ու ստացվեց։ Մինչև այս գնացինք Նյու Յորքը սիրեցինք, ինձ թվում է գնացինք Բրոդվեյ, ինձ թվում է ամեն արտիստ պիտի մի անգամ Բրոդվեյում ներկայացում նայի։ Ինձ համար էլի երազանքի նման էր։ Ներկայացումները, շոուները։ Այդ պրոֆեսիոնալիզմը։ Միևնույն ժամանակ բեմում, որ այդպես կատարյալ կարող են երգել, պարել, շարժվել, խաղալ։ Չէ, ուրիշ է։ Լավ, դե դու բացի այդ հաղորդում դու անում ես, որտեվ այդ քո երկրորդ աշխատանքն է, հիմնական քո գործը թատրոնն է։ Ինչպես սկսեց ու որ տարիքում ոնց սկսվեց, դե բարձա երևի մամայից էլ մի քիչ ողջևորված, մի քիչ տեսնել։ Ոնց սկսեց այդ սերը դեպի բեմը, ոնց։ Կուլիսներից։ Երբ որ փոքր երեխա էի, ես չեմ հիշում, թե ինչքան փոքր եմ եղել, որ գնացել եմ Մալյան թատրոն, բայց ես միշտ այնտեղ ներկա էի, ես չեմ հիշում, քանի չգիտեմ, 1000 անգամներ, թե դա շատ քիչ կլինի, որ նայել եմ Թումանյանի հեքիաթների ներկայացումը, Դեկամերոնը, ու երազում էի Փանջունին, ու ես անգիր գիտեի, բայց միևնույն է, ես ամեն անգամ նայում էի առաջին անգամ ծիծաղում էի, զարմանում էի, ուրախանում էի, ու երազում էի, որ այն հագուստները Դեկամերոնում, որ մաման հագնում էր, որ մի օր ես այդ հագուստները կարողանամ բեմում կրել, ու անկեղծ ասեմ, ես այդ հագուստներից, օրինակ Դեկամերոնի այդ հագուստիրը ես կրում եմ հիմա, Ատամնաբուժն Արևելյան ներկայացման մեջ, բայց կրում եմ, այսինքն մուտքը դրանով է լինում, ուզում եմ ասել, որ այն ինչ որ մենք շատ երազում ենք, մեկ էլ իսկապես կյանքը դա բերում է քեզ։ Հարա ջան, օրինակ հատկապես արվեստում միշտ մեծամասնությունը ծնողների դեմ են, որ իրանց ավակները շարունակեն իրանց գործը։ Ասենք, ես էլ մենակ չեմ ուզեցել իմ տղան ու աղջիկը արվեստով գնա, ու դա քո մոտ ոնց է եղել։ Աշոտ ջան, ես շատ էի ուզում, որ ինքը դառնար հաղորդավար, քանի որ օպերային շատ էի սիրում, այնքան էի սիրում եւ ուզում էի, որ ինքը դառնար հաղորդավար, ժուրնալիստ, մանավանդ ինքը գրելու շատ լավ շնորհ ուներ։ Բայց մի օր ինքը ասաց, չէ, ես տալու եմ անպայման ռեժիսորական, որ հարցրեցին ինչի ռեժիսորական, ինքն ասաց ես ուզում եմ խելացի դերասանուհի դառնալ։ Այդ էր իր պատասխանը։ Հետո դու գիտես, կուլիսներում մեծացած երեխեքը ուրիշ տեղ չեն գնում։ Բարձա։ Կարա ջան, շատ ցավում եմ, բայց ավարտվեց առաջին մասը մեր զրույցի։ Մերը 3-10, հիմա պիտի ստիպված անցնենք մենք գովաստի, գովաստը գիտես հեռուստատեսության համար ինչ է։ Անհետև նորից կշարունակենք ինձ համար այսքան շատ հետաքրքիր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովաստ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը իմ հրաշք ընկերների հետ, Կարինեի եւ Քնարիկի հետ։ Գովաստ ARTN-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովաստը, այժմ շարունակվեմ իմ զրույցը ինձ համար շատ հարազատ ու թանկ մարդկանց հետ։ Մայր եւ դուստր։ Կարինե Ոսկանյան եւ Քնարիկ Զաքարյանի հետ։ Բարև։ Հիմա ինչով ես զբաղված։ Էլի նկարահանումներ, սերիալներ, բան։ Նկարահանումները ավարտեցի, ձեզ հետ միասին ավարտվեց։ Հիմա ներկայացումները, մեր թատրոնի ներկայացումները, հա, դրանից հետո Դե դուք եկաք մնացի կամերային։ Չէ, ես հիմնական հեռախոսով եմ շարունակում։ Հեռախոսով եմ շարունակում, նկարահանումները ավարտվեցին Աշոտի մոտի։ Իսկ հիմա ներկայացմամբ, որովհետև նոր պրոյեկտ արեց մեր սիրելի Թամարան, եւ այդ ներկայացման մեջ եմ զբաղված ու մեր թատրոնի ներկայացումներում։
Եղավ։ Լսի, գիտես ինչ կա, Գայնե ջան, հատկապես ես քեզ եմ ուզում հարցնել։ Դες խոսում են կողքից մարդիկ տարբեր, բան, որ կինոն թատրոնը սպառվում է, թատրոնը մահանում է, դու համաձայն ես այդ։ Թատրոնը կենթանի արվեստ է, ոնց կարողանա։ Ես դրա հետ համաձայն չեմ, մանավանդ մեր հանդիսատեսը շատ թատերասեր է եւ բացի այդ հոյակապ ներկայացումներ կան։ Հոյակապ։ Մեր թատրոնում 2 պրեմիերա է պատրաստվում։ Որոնք է դրանք։ Մեկը Նարինե Մալյանն է բեմադրում, մյուսը Փափազյանը։ Հա։ Ու բավականին հետաքրքիր են։ Այնտեղ եղել է կյանքում մի պահ, որ փոշմանել ես, որ ես մասնագիտությունն ես ընտրել։ Ոչ մի վարքյան չեմ փոշմանել Աշոտ ջան, որովհետև ես Հենրիկ Մալյանի ուսանողն եմ եղել, իրանից այնքան բան եմ վերցրել ու դա այնքան ինձ պետք է եղել, գիտես, արել եմ մեծ միջոցառումներ նաև, որը այդ բանալին տվել է ինձ Հենրիկ Մալյանը։ Գիտես չէ, ես թատերական ինստիտուտի դեռ ուսանող էի, Մալյանը մի հատ ներկայացում բեմադրեց թատրոնում։ Սոնդուկյանի անվան թատրոնում Հենրիկ Մալյանը բեմադրեց Խաղողի այգին։ Վիլյամ Սարյանի Խաղողի այգին ներկայացումը, տղայի դերը ես էի խաղում, աղտան տղան։ Աղջկաներ, շաքեներ, սոսը մեր հայրն էլ, Ջանիբեկյանն ու Ժանելյանն էլ պապիկն էին։ Իրար հետ հապոխարինելու։ Հրաշք ներկայացում էր, շատ լավ, Վիլյամ Սարոյան։ Ես այն երջանիկներից եմ եղել Աշոտ ջան, որ նայել եմ այդ ներկայացումը, դպրոցով գալիս ենք, դասանով գալիս ենք նայել։ Ասա շատ կարճ կդա, չիմացա ինչ, բայց շատ լավ ներկայացում էր։ Մալյանի նման մարդեր բեմադրել, Վիլյամ Սարոյանի նման մարդեր գրել այդ գործը։ Սոս Սարգսյանն էր խաղում, շաքեներ, շատ լավ բաներ, ափսոս որ։ Լավ, հիմա դու ինչ ունես թատրոնում, ինչ ապագա ծրագրեր կան։ Թատրոնում դե ազատույքն ենք հիմա խաղում, հիմա հրավեր ունեմ Բոհեմ թատրոն, պարոն Դուրյանի կողմից, այնտեղ նոր ներկայացում, նոր կոմեդիա է բեմադրվում եւ ասեմ, որ նենց հետաքրքիր է, երբ որ այլ դերասանների հետ ես աշխատում։ Հիմա սկզբից մտածում ես, որ դե քո թատրոնը, ձեր ձեռագիրը, միևնույն է, յուրաքանչյուր թատրոն ըստիս ունի իր ձեռագիրը, անկախ ամեն ինչից, բայց երբ որ դու ծանոթանում ես նոր դերասանների հետ ու տարբեր թատրոններից են այդ դերասանները, դա շատ մի հատ հետաքրքիր սինթեզ է ստացվում։ Իհարկե։ Դե գիտես ինչ, երկուստ էլ շատ մեծությունների հետ եք շփվել, ինչ խոսք։ Ես կուզեմ երկու բառ ասեք էլի իրանց մասին։ Օրինակում հետ ես դու շփվել, մեծությունները։ Մեծություններից իմ բախտը բերել է, Աշոտ ջան, որովհետև իմ կուրսի ղեկավարը եղել է Հենրիկ Մալյանը։ Հա, շատ մոտ եմ եղել նաև Ալբերտ Մուշեղիչի հետ, Ալբերտ Մկրտչյանի հետ, Ֆրունզիկ Դովլաթյանի հետ, այսինքն այդ գիգանտները, կինոյի գիգանտների հետ արդեն ունեցել շփվելու եւ Փելեշյանի հետ լինելու։ Այո։ Դու էլ Փելեշյանի հետ շատ գեղեցիկ հանդիպումներ ենք ունեցել ու շատ տպավորված եմ եղել։ Դու ո՞ւմ ես շփվել։ Ես շատ փոքր եմ եղել, որ տեսել եմ Հենրիկ Մալյանին, շատ աղոտ եմ հիշում, բայց բնականաբար իմ վարպետը Ալբերտ Մկրտչյանն է, իսկ կուրսիս ղեկավարը Արմեն Խանդիկյանն է, որին շատ եմ սիրում ու շատ այնքան երջանիկ էի, որ իր կուրսում էի, որովհետև չգիտեմ, ինձ համար ինքն էլ տվել է ինձ բանալիներ, բայց որպես դերասանուհի ես բացվել եմ իհարկե Մհեր Մկրտչյան թատրոնում Ալբերտ Մուշեղիչի օրոք ու իր խորհուրդները անկեղծ եմ ասում, միջև հիմա, երբ որ ես բեմում եմ լինում, իր ձայնը իմ ականջների մեջ է, որ ասում էր՝ մի աշխատի բեմում, երբ որ խաղում ես, լավ երգես, մի աշխատի հանկարծ մանր քայլերով քայլես, այդ ամենասուտի թատրոնն է Քնարիկ, որ գոռում էր այդ մանր քայլերիդ վերջը տուր։ Այսինքն բաներ, որ իրանից իմ մոտ մնացել է ու ես մեկը ասում, վայ մատը թխվեցին ու ինքը այս շարժումը այնքան բնական էր ցույց տալիս, կյանքում ո՞նց ես դու անում։ Ու մեզ համար ֆանտաստիկ մի պահ էր, երբ որ ինքը բեմում մեզ ցույց էր տալիս, թե մենք ոնց պիտի խաղանք։ Ինքը դա հաճախ չէր անում։ Մեր Բաչեմյանը որ ցույց էր տալիս, դասատու Բաչեմյանն եղել, չէ։ Այն ռևիզորներ են Աննա Անդրեևնա, բացես բանը խաղում աղջկա դերը, կնոջ դերը, չես պատկերացնի ոնց էր, չէ, դրանից հետո ոնց կարա դու փորձեիր։ Այդ մակարդակի չի կարան։ Տեսեք, հետաքրքիր է։ Մալյանը մեզ երբեք ցույց չի տվել, ինչպես անենք, բայց Աշոտ ջան, բեմի վրա նենց դետալային կաշխատել, անկախ քեզանից դու ամեն ինչ կդառնայիր, կենթանուց սկսած, չէ՞, մենք թատրոնում ունենք ամեն ինչ։ Այո։
մեկ ձեռքս բռնում էր, ասում էր, այսպես կգաց այստեղից մտես ու ասեն ձեռքս ստացվում էր, բռներին չէ՞։ չէ, տոկը խփում էր երկուսի, չեմ հասկանում, միշտ չեմ հասկանում այդ ինչ էր։ Սենց էր երկուսից։ Ու նենց հետաքրքիր էր, ես միշտ հուզմունքով եմ Մալյանին հիշում։ Տեսեք Ալբերտ Մուշեղիչը այլ բաներ ասում, Հենրիկ Մալյանը ասում էր՝ մի քիչ շատը շատ է, մի քիչը շատ քիչ է։ Ու դա էլ իմ ականջների մեջ է։ Պատկերացա ես, որ առաջի կուրսեի տարային մենք էպիզոդ էինք խաղում, բայց ինքան հետաքրքիր էպիզոդ էր, որ դա ոնց որ այդ ներկայացման ամենայն շոկոլադ կտորը լիներ, որ որբերին տանում են, քշում տանում են Հայաստանից, Միաստիկյանը գայս է, Միաստիկյանի մասն է 21 թիվ այդ ժամանակների շատ կոչվում էր Հանրապետության նախագահ բանը գալիս էր դասատուն են Չեփչյան ասում էր նայեք սենց երեխեքին տանում են այս երկրից տանում են բան Շաքեին ասում էր Շաքեն մի հատ բանաստեղծություն էր կարդում ինչու ապշացեց լճակ ու չեն խայտարկու այլ ասում էր աշոտ ես երգում էի բանը հիմա հով է ձեզ համբուրում վանացովի ալիքներ ու խորեն Աբրամյանը գասեր իրեն աչքերով բռնում ինձ Սեղմերյանի սենց երեխեքին ոնց է տանում անջատում էր գնացները ու ինչի ես հիշեցի որովհետև ես իր տեսիչ մեծությունների հետ ես եմ եղել Վարդան Աչեմյան Արուս Ասելյանն էր խաղում այդտեղ Ավետ Ավետիսյանն էր խաղում Բաբկեն Ներսիսյանը Խորեն Աբրամյանը Մհեր Մկրտչյանը դո այդ Կոստանյանը Մուրադ Կոստանյան Վերջալուս Միրիզժանյանը Դոնարա Մկրտչյանը Ժենյա Ավետիսյան բոլորը խաղում էին այդ ով կար թատրոնում նվիրված էր Հայաստանի չեմ հիշում որ ամյակներ այդ նվիրված էր դրան չես պատկաստ այդքան մեծությունների հետ մի բեմում այդ արդեն մի մեծ պատմությունների մի բան լավ Իմ շատ սիրելի մարդիկ, երկել չեք երկում, չէ՞ ոչ մեկը դեր։ Ինքը երկում է։ Արի իրար հետ, ինչ երկենք իրար հետ։ Ճիշտ է դու երկու, արի մի հատ երկել։ Տես մեր հաղորդումը ինչ բան է, չէ՞ ջերմանից բան առանց։ Բարև ձեզ, եթե ես ես անհանգստացնեմ ու խնդրեմ որևէ կատարում նվիրել, դες բաներ չկա ստեղ։ Մեծ հետաքրքիր է, հիմա մտքից բան չի գալի, բայց ուզում եմ մի բան երկեմ։ Ինչ երկեմ։ Կձայնացեք մենք էլ, չէ՞, եթե կարողանանք։ Ինչ ուզում ես երգ։ Աշոտ դու մի հատ երգ էիր երգում, որ սենց գալիս։ Մոռանալ Էդ ես ասում։ Հա, ինչ որ բան էր երգում, որ ես էլ շարունակում էի, բայց հիմա մտածեմ մի բան երգեմ, ինչ երգեմ, չգիտեմ։ Լավ, երգեմ մեր թատրոնի երգերից, հա։ Մեր որ մենք միշտ երգում ենք։ Հայնու բար, հայնու բար, սասնո սարեր, քարու բար, հայնու բար, ելեք դեսեք, ով եկավ, հայնու բար, նու բարու հարսնու եկան, հայնու բար, Էգան մդան խիերանոց հայնու բար Շատ լավ էր, հրաշք, առանց նվագակցության, ակապելա, սիրուն շատ լավ էր, դու չես երգում, չէ։ Ինքը Չէ։ Ես անկեղծ ասած նոր տեսահոլովակ է հիմա դուրս գալու, արդեն շուտով կլինի YouTube-ում մուտքը, որը որ ներկայացման ավարտին եմ երգում ազատ զույգը ներկայացման, կոչվում է մոռացել եմ քեզ հոգիս, ու շուտով պրեմիերան կլինի արդեն։ Հենց ներկայացումից հատվածներով է արված, հուսամ որ համենայն դեպս այն հանդիսատեսը, որը գալիս է, հետո սկսում է փնտրել այդ երգը, ու Մանեն իմ շատ սիրելի Գրիգորյան ասաց, որ դա պիտի անպայման իր տեսահոլովակը ունենա, որտեվ մարդիկ այդ երգը ուղղակի պահանջում էին։ Ոնց կարող ենք լսել այդ երգը, ոնց կարող է մեզ մոտ հայտնվել։ Ես սիրվում եմ այլ։ Դու քեզ երջանիկ համարում ես արվեստում։ Երջանիկ համարում եմ, երբ որ բեմում եմ լինում, հիվանդանում եմ, երբ որ նոր դերեր չեմ ունենում ու չեմ կարողանում խաղալ, որովհետև երբ որ դերասանը չի խաղում, ոնց որ թթվածինդ չհերիքի։ Ինչ, շատ մեծ ցավով պետք է ասեմ, որ ավարտվեց նաև երկրորդ մասը մեր հաղորդման, թույլ տվեք անցնել գովազդի, որից հետո նորից կշարունակենք մեր սրույցը։ Բարեկամներ գովազդը ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը հրաշք մարդկանց հետ գովազդ ARTN-ի եթերում։
Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց Բերկովաց, դե շարունակում եմ զրույցս հրաշքների հետ, երկու հրաշք մարդու հետ։ Մենք պայմանավորվել ենք, չէ՞, որ դուք պետք է իրական պատմություններ պատմեք, անեկդոտներ պատմեք, պատրաստ եք։ Իհարկե։ Սկսենք քեզնից։ Ես պատմեմ Հենրիկ Մալյանից, օրինակ հիմա ես նկատում եմ, որ դերակատարներին շատ հաճախ են փոխում եւ շատ հեշտությամբ են փոխում։ Իսկ Մալյանի համար ամենանուրբ անձնավորությունը դա դերասանն էր, որին չէր կարելի վիրավորել։ Մի անգամ ես գալիս եմ փորձի, ասի՝ «Բարև ձեզ Հենրիկ Մալյան», ընկեր Մալյան, ասում եմ Հենրիկ Մալյան, «Բարև ձեզ ընկեր Մալյան», ասեց՝ «Բարև Կարինե ջան», ասեց «Փորձի ես», ասեցի՝ «Հա, Դեկամերոն ենք փորձում», ասեց որ ասեցի Սունդուկը, ասեց դե իջի ես կգամ մի քիչ հետո։ Հետո գնացի տեսա, որ փոխվել են դերակատարները, ուրիշ զույգ էին փորձում, ուրիշ աղջիկների հետ։ Ես հասկացա, որ ես չեմ խաղալու։ Բարձրացա վերև, որ գնամ տուն։ Ասեցին Կարինե ջան, դու չես փորձում։ Դու չես փորձելու այսօր։ Մալյանը ասեց, Կարինե ջան, բայց տենց շուտ արագ վերջացավ, ասի չէ ընկեր Մալյան, ուղղակի փոխել են ինձ։ Մեկ էլ ասենց ասեց, ո՞նց փոխել են։ Ասեց իջիր ներքև Կարինե։ Ու ինքը դա արեց շատ խիստ տոնով, ինքը երբ որ զայրանում էր, կարմրում էր նաև։ Ես իջա ներքև, մեկ էլ եկավ, սենց արեց։ Կարինե Սիլվա, բարձրացեք բեմ, հիմա փորձում ենք Սունդուկը։ Նենց հետաքրքիր էր, ես միշտ դա հիշելուց հուզվում եմ Աշոջան։ Դա Մալյանն էր։ Ու ինքը ասում էր միանգամից որոշում մի կայացրեք, բայց որ որոշում եք դերակատարներին մի փոխեք։ Ախր ինքը այն մարդկանցից մեկն էր նաև, որ հիմա որ սենց հետադարձ հայացքով հիշում ես իր աշխատանքները, մի հատ անհաջող գործ չի ունեցել։ Մեկը մեկից հաջողված ֆիլմեր, մեկը մեկից մինչև այսօր սիրված ու ընդունված ֆիլմեր։ Ես միայն ցավ եմ ապրում, շատ մեծ ցավ եմ ապրում, որ իրեն խանգարեցին, որ նկարեր Կոմիտասը։ Մենք կունենայինք փառահեղ Կոմիտաս այսօր։ Ասին Ազնավուրը երաժշտությունը պիտի գրեր, չէ՞։ Այո։ Հա, տեսնում եք, ինչ հրաշք ենք կորցրել մենք, էլի մի ինչ հրաշք արվեստի գործ ենք կորցրել։ Դու ինչ կպատմես, մի հետաքրքիր բան։ Գործես բոլոր պատմությունները պատմել եմ, մենակ ասեմ, որ օրինակ հիմա մամայի հետ այստեղ նստած ենք, երբ որ աղջիկս սրտի տանիքներով նոր էր ու ասում էր՝ «Մամ, բա կառուկին ինչի՞ չես նկարում», ասում էի՝ «Նատալի, հո չեմ գժվել, ո՞նց նստեմ», ասեմ՝ «Մամ, իսկ դու ինչ ես կարծում» կամ «Ինչ եք կարծում», ո՞նց կարող եմ մամայիս հարցեր տամ, երեխաներս մամային կառուկ են ասում, որովհետև այդ չեմ ուզում որ տատիկ բառ ասեն, ի սկզբանե իրեն կառուկ են ասում մամայիս։ Հետո երբ որ գնացինք Դուբայ նկարահանումների, եկա հասկացա, որ այս շատ է էլի այդ Դուբայի եթերները, մի հատ ինչ-որ նոր բան է պետք անել ու շատ երևանյան, ու արթնացա, ասեցի ես պետքա մամայիս նկարեմ։ Զանգեցի, ասեցի մամ, ասեցի ուզում եմ քեզ սրտի տանիքներով նկարել, ասեցի ասեցի հաստատ ես որոշել քնարիքյան։ Ասեցի հա։ Ու ինքը եկավ, մենք նկարեցինք, ամենից դիտված ու ամենից սիրված հաղորդումներից մեկն է իրականում ստացվել ու շատ անկեղծ հաղորդում էր, շատ դժվար ինձ համար, որովհետև ամենասիրելի մարդուդ հետ շատ դժվար է զրուցում, էլի, կամերաների առջև, բայց այսպես ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր բան իր պահը պիտի ունենա, այդ պահը պիտի հասունանա։ Կարաջան, գիտես ինչ, ամեն ինչի մասին խոսացինք, մի հատ մեր ֆիլմի մասին չխոսացինք, որ շատ հետաքրքիր է ժողովրդին, չէ՞, սիրել են մեր կերպարը, մեր դուետը սիրել են, ու ինչ կասես մեր այդ դուետի մասին, այդ ֆիլմի մասին։ Ես մեր դուետը նենց էի սիրում, ու մի անգամից ստացվեց, չէ՞, ու ժողովուրդն էլ էր սիրում, մասան էլ սկսեց սիրել։ Ունենց հետաքրքիր է, երեք ես քայլում եմ, բանը գնացել էինք, ինչ որտեղ էինք գնացել, մեկը երկու հատ երեխա, հայ երեխաներ մոտեցան ինձ, ասում են կարող ենք ձեզ հետ նկարվել, նենց հուզվեցի Աշոտ, դասամիջոցն են նայել, դասամիջոցը
շատ սիրվածը կամ որ անցնում եմ մեկ է սենց են անում մենք նվաղում ենք Տիկին Լանջունի Տիկին Լանջունի Իմ ընկերական շրջապատը, որ մեր դուետը քեզ շատ են սիրում, շատ որ ժամանակ ունենաս, ես կուզենայի մի հատ իրանց հետ։ որ լաց է լինում աշոտ որնս։ Չէ։ Այն մեր կտորը, որ ես լաց է լինում, դա ասում էր պետք է ես գնամ, ես լաց է լինում։ Բայց հետո ակել մի հատ լավ պար ունենք իրար։ Հա, այդ պարը։ Այդ իմ սիրած պահերից մեկն է։ Ես կարծում եմ, որ ձեր դուետը այնքան ստացված էր ու ձեզ այնքան շատ են սիրում առանձին եւ միասին, նույնիսկ ես այնքան կուզեմ, որ նոր նախագիծ լինի, որտեղ դուք միասին էլի կնկարահանեք։ Ես էլ կուզեի, գիտես։ Ես էլ շատ կուզենամ։ Կուզեի մի հատ որևէ գործին, մենք էլի իրար հետ դիտեինք։ Ու էլի սիրեինք իրար։ Սիրելի ռեժիսորներ։ Չէ, լավ սիրված ֆիլմ էր, ոնց որ շատ սիրվեց այդ ֆիլմը։ Շատ սիրվեց, հա։ Որտես լավ կոդոթեփ ֆիլմը բանը բոլորը բաղկացած են լավ կտորներից։ Իրար հետևից լավ մեկը մեկին հաջողություն, այդ արդեն հաջողություն։ Ոնց որ մեր եթե տեսել եք մեր վերջին ուսուցիչ եղավ ֆիլմը 16 սերիա կարծեմ, հիշում եք, ես դպրոցի տնօրենն էի, խորիտն էլ Լևոնյան դասարան։ Այո, իհարկե։ Ու շատ ստացված էր։ Այո, շատ լավն էր։ Տես բնում են, դրանք բնում են իշ։ Հետո Աշոտ ջան, դու շատ սիրված ես, ցավը տանեմ, շատ սիրված ես։ Ինքան թաթուզում եմ դուք ասի, որ մելանել ձեր հետ։ Մելանել ձեզ Մի արագ բան էլ պատմեմ, ուրեմն սրտի տանիքների ժամանակ մաման պատմեց իր էմոցիոնալ մանկության հիշողությունը, որը իր պապայի հետ էր կապված, ինքը դրամատիկ պատմություն էր իրականում, ու հետո քերուս կինոսելին Կարիք ասեց, որ այդ պատմությունը պատմել է, ասում էին Կարիք, ինչ ես պատմել, ուզում ես խայտարակես մեր պապային, բայց դա իր մոտ տպավորվել էր էլի շատ ու երբ որ մենք մոնտաժում էինք ես մեր Մովսեսի հետ Մուսա Production-ի այդ հատվածը որոշեցինք թողնել հաղորդման մեջ ու հստակ մենք այդ հատվածը թողեցինք ես մամային ասեցի որոշեցինք որ թողնենք այդ էմոցիոնալ հիշ հիմա հաղորդումը հետո նայում ենք այդ մասը չկա անկեղծ եմ ասում լինում են բաներ որ երևի ի վերուստ չգիտեմ պապիկի սոկի խառնվել էր ու այդ հատվածը չկար նենց հետաքրքիր էր հիմա գնարիկին չեմ մտածում սա աշխարհի հետ ինքն հարցազրույց անում հիմա ես եմ իրան Իշքան այնքան հաճելի է այս բանը իրար հետ այսօրվա այս կոնկրետ մեր սերվիսը չեմ ուզում ավարտեմ բայց երևի կամած մոտենում է իր ավարտին ես ուղղակի վերջին հարցը ես մեկը տամ այդքան երիտասարդ երեխեքի հետ ճայլների հետ նկարահանվել ես դու էլ ինչ կասես իրանց մասին գալիս են մեր հետևից լավ երեխեք գալիս են թե չէ Բայ աշոտ այնքան լավ երեխեք կան այնքան եմ սիրում իրենց այնքան ջերմություն եմ ստանում իրենցից խելքս գնում է իրենց համար Շատ լավ երեխեք են Միշոն, նորից նկարահանվում է մեր Թամարիկը, Սոֆյան, դե իմ փոքրերի մասին էլ չեմ ասում, բոլորի անունները գուցե չնշեմ, բայց արտակարգ երեխեք են։ Հա, Էրիկը, չէ։ Միշոն, հիշում եմ, որ մի օր վերջացրեցի, ես շատ նրբան նկատեմ ու ամեն ինչ նկատում եմ, էլի։ Վերջացրեցի, հիմա շորերս փոխեցի, ու այդ բանը վերցնում եմ, որ գամ։ Չթողեց ես վերցնեմ այդ շորերը ստանեմ, բերեց մինչև մեքենայից մոտ նոր։ Ասում եմ նա էլեմենտար բան եմ ասում, բայց դա շատ կարևոր է։ Դրանից ամեն ինչը։ Այնքան sense երախտագիտությամբ են նայում, հիացմունքով, որ մեծության հետ են շփվում, այնքան սիրուն էր այդ իրանց համար դա տոն էր։ Այդ շփվելը ցավը տան։ Կարինե ջան, Ազիզ ջան, Քնարիկ ջան։ Ավարտվեց մեր հաղորդումը, մեր զրույցը։ Մնում է ես շնորհակալություն հայտնեմ։ Քենեթ փողոց կա, ստեղ իմ ամենասիրած փողոցներից մեկն է, քայլելու, սրճարաններ կան դուրսը, մայթին, լավ մարդիկ են հավաքվում։ Ունդեղ մի հրաշք խանութ կա, ծաղիկի խանութ սրա, որ կոչվում է Քենեթ Village։ Շատ հաճելի լավ անձնավորություն է տնօրենը, տիրուհին։ Լավ շոկոլադներ են վաճառում, լավ ծաղիկներ են սարքում, փնջեր են սարքում, նկարում այնքն էլ շատ հրաշալի։ Մի խոսքով այդ խանութ մտնես, ոնց որ ցուցահանդես թանգարան մտնես։ Եվ ինքը իր կողմից միշտ եթե կինայիմ հարցազրույցը իմ հետ անցկացվող զրույցի ժամանակ իմ փյուրը կինը, ինքը ծաղիկներ ա ուղարկում։ Ես գնում վերստում եմ։ Հիմա ես ուզում եմ այս ծաղիկները նվիրեմ ձեզ, ցանկանամ նոր պրեմիերաներ, նոր ֆիլմեր, նոր նկարահանումներ, նոր ներկայացումներ ու
լավ մարդկանց համար մեր հոգում, մեր սրտում տեղ ունենք, կարանք նոր ընկերներ ընդունենք, բայց վատ մարդկանց համար կես տեղել չունենք։ Ես ցանկանում եմ, որ ձեր համար միշտ լիքը լավ ընկերներ շատանան, բայց լավ ընկերներ, մաքուր ընկերներ, նվիրված ընկերներ։ Ահա, այս աղջիկներ նվիրում եմ ձեզ։ Սիրուն են։ Ինչ գեղեցիկ են։ Այո, շատ գեղեցիկ խնջար են։ Շատ գեղեցիկ են։ Ես քեզ քնարի ջան։ Անչափ։ Շնորհակալ եմ, որ իմ հյուրն էիք։ Խնդրեմ։ Գնամ մամջան, եկեք գնամ։ Հաջողություն։ Չուզելով հեռանում։ Ճուզելով հեռանում են։ Ես էլ գամ թե չէ, ես գործ ունեմ։ Խնդրեմ։ Ես սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում։ Իմ հյուրն էին Քնարիկը եւ Կարինը, եւ ես կարդամ մեր հաղորդման վերջին խոսքերը։ Աշխարհ գալուց ոչինչ հետը չես բերել։ Ոչինչ էլ քեզ հետ չես տանելու։ Ինչ էլ լինի, մարդ մնա, քանի որ դա է միակը, որ քեզ հետ կմնա։ Քեզնից հետո էլ կմնա։ Այսքան բան սիրելի բարեկամներ, մինչ նոր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Աշոտ ջան, սիրելիս, ծնունդիս ինչ ես անելու։ Ինչի քո ծնունդը երբ է։ Մի քանի օր հետո։ Հա։ Բան եմ առնելու։ Հա, այդ անակնկալ է այդ Կարինե ջան։ Իսկ եթե անակնկալը դուրս չգա։ Դուրը չգա, ավելի լավ կվերցնեմ ինձ։ Ես ամբողջ կյանքում երազել եմ էլեկտրական դռել ունենամ։ Ամրանարի շողերից նուրբե քոսերա։ Պապ ջան, Ոչան, հեսա սիրուտ ծնունդն է։ Հիմա մամային ինչ ենք նվիրելու։ մամային փող կտամ։ Ինչքան։ Դե ինչքան որ իր ասենք տարիքն է։ 50,000։ Ինչի մամա 50,000 տարեկան, հա։ Չէ։ Դե կտամ էլի $50 կտամ։